Տեսնում եմ, որ Սփյուռքի մասին իմ ունեցած ելույթների շարքը չի դադարում ալեկոծել հանդիմության եւ Սփյուռքյան հանդիմության մտքերը, ու դա շատ լավ է, որովհետեւ նպատակը հենց դա է։ Եվ եթե ձեզ թվում է, թե այդ ելույթը ունենալուց առաջ ես մտածել եմ 3 կամ 4 րոպե, կամ 3 կամ 4 օր, կամ 3 կամ 4 շաբաթ, դուք շատ սխալվում եք։ Այդ ելույթում ամեն մի բառը չափված, կշռված է, ինչպես մեզ սովորեցրել են իրավաբանական ֆակուլտետում, Աղազինյան, ամեն բառը նշանակություն ունի, եւ եթե ձեր գործընկերն է ուշադիր լսեր իմ ելույթը, այնտեղ կլսեր այսպիսի ձևակերպում. Սփյուռքը չունի հստակ քաշային կատեգորիա, ոչ թե չունի քաշային կատեգորիա, այլ չունի հստակ քաշային կատեգորիա։ Իսկ ինչու չունի հստակ քաշային կատեգորիա, որովհետև այն չունի ծանրության կենտրոն։ Ծանրության կենտրոնը կարող է լինել տարբեր տեղերում, կախված տարբեր իրավիճակներից, նայած թե ինչ հարց է լուծում, նայած թե ում հետ, ի տարբերություն պետությունների, այո, հստակ քաշային կատեգորիա չունի, որովհետև այն մի տեղ չի, ինչպես պետության զորքը, պետության բյուջեն, պետության հնան, պետության սահմանը, պետության հողերը, այն սփռված է, ինչպես բառը ինքը ասում է, ինչքան ավելի շատ է սփռված որևէ բան, այնքան ավելի անորոշ է դրա ծանրության կենտրոնը եւ հետեւաբար դրա քաշի հստակությունը, այնպես որ ինձնից մեջբերումներ անելուց առաջ խնդրում եմ ուշադիր լսել իմ ելույթները, ցանկալի է մեկից ավել անգամ եւ ավելի ուշադիր մտածել դրանց նպատակի մասին։ Շատ դժվար է իմ ելույթները մանիպուլացնել, որովհետեւ դրանք 50 անգամ չափված ձևված են։ Մյուս անգամ ավելի ուշադիր եղեք, շնորհակալ եմ։